բոլոր աշխարհի երկրներից, օրինակ Վիետնամից, Վիետնամը մեծ արտադրանք ունի, ղրգում է այս երկիրը, գալիս է այս երկիրը ասել 46%, Ժապոնիա եւ ահա բոլորը այս հարցերը Չինաստանից 34% հարկ է պահանջում եւ ասեն է, որովհետեւ Չինաստան նաեւ ասած ինչ որ Ամերիկայից գնա այնտեղ 34% հարկ է պահանջելու Թրամփն ասում է չորեքշաբթի առավոտյան, այսինքն վաղը մենակ ժամանակ կա, հիմա դուք վաղ այս ծրագիրը դիտելու եք կրկնությունը ամենայն դեպս ասեն է 50% ավելացնելու եմ այդ հարկը ինչ որ Չինաստանից գալիս է այս հարկերը ինչ որ գալիս է կարող է երկրին պետք լինի ես երեք մանրամաս ցույց տվի որ 792 բիլիոն գումար է բերելու այս երկրի համար բայց դուք եք վճարելու ամեն ինչ թանկանալու է եթե այսպես որ սկսեն միաժամանակ այստեղ stock market-ն եք տեսնում stock market-ը այսպես էր որ այսօր 1000 այսինքն Dow Jones-ը 1700 կետ իջներ հետո այսպես տարածվեց որ հետո Թրամփ ասավ ես չեմ ասեն այդ որ հետաձգվելու այսինչ որ հարկ է պահանջում նախագահ Թրամփը բոլոր աշխարհի երկրներից այդ տեղի չունենալու 3 ամիս հետո է սկսվելու Dow Jones 2500 կետ բարձրացավ 1700 ներքև էր գնացել 2500 ավելացավ մոտարապես 4200 տարբերություն որ մինչև հիմա այդպես բան չի պատահ առաջի անգամ է որ նույն օրվա ընթացքին այդպես իջնի բարձրանա ամենայն դեպս վերջավորության օրվա վերջավորության երբ որ Թրամփը ասաց որ նախքան stock market-ը փակվի ասաց որ ինքը չի ասել որ հետաձգելու այս հարկերը վերջը կորուստ ունեցավ 349 երկու օր հինգշաբթի 1000 մոտարապես 700 կորուստ էր եղել 2002-ից 300 ուրբաթ օրներ կորուստ եղել եւ նորից կորուստ է արձանագրել Dow Jones-ը նույնը S&P 500 իսկ Nasdaq-ը մի փոքր բարձրացավ բայց այդ երկու օրվա մեջ խոշոր կորուստ էր ունեցել նաեւ Nasdaq-ը ինչ որ այստեղ տեսնում եք հիմա անցնենք տեսանյութին եւ դուք տեսնեք այս Dow Jones-ն եք տեսնում այսօրվա որ Թրամփը ասացի որ ասել է ինքը այդպես բան չէր ասել հիմա մի տարօրինակ ձև է նաեւ փոխնախագահը միշտ այդտեղ է նախարարները միշտ Թրամփի հետ նստած են լինում նախկին նախագահները միայն իրենք են նստում ուրիշ նախարարներին ասում են գնան իրենց նախարարության մեջ աշխատեն հիմա այսպես տեսնում եք ինչ որ գալու է այս երկիր հարկ է պահանջելու Չինաստանը ասացի Չինաստանը էլ չեն մտահոգ չեն Ամերիկայով իրենք մեծ երկրորդ աշխարհի մեծ տնտեսություն են ամենայն դեպս նորից տեսնում եք Dow Jones վերջավորությանը 90% իջավ նաև այսօր անկախ դրանից որ հինգշաբթի եւ ուրբաթ նաև իջներ Dow Jones-ը այսպես տեսնում եք մտահոգված մարդիկ որ այստեղ տեսնում եք պաշտպանության նախարարը ուրիշ նախարարներ նստած էին հանդիպեն էր Ժապոնիայի նախարար վարչապետի հետ հետո Իսրայելի վարչապետի հետ Իսրայելը ընդամենը 17% է այդ հարկը ինչ որ այնտեղից գալիս է եւ Նաթանյահուն եկեներ որ ամուզեր որ Իսրայելից հարկեր չպահանջեն Չինաստանը ասացի ասել են իրենք նաեւ կպահանջեն 34% ինչ ամերիկան է պահանջում եւ Չինաստանը ասել է իրենք ինչ որ ամերիկան կանի իրենք էլ կանեն հիմա այսպեսով Չինաստանի ինչ որ պահանջելու են 100% հարկ են պահանջելու Եվրամիությունի բոլոր երկրների միասնական ամենամեծ առևտուրը Ամերիկան ունի Եվրամիության երկրների հետ միասնական այդ 30 երկրների հետ երկրորդ ամենախոշորը
որ կազմում է 20% լրիվ այն ինչ որ ներմուծվում է այս երկիրը, գիտեք Եվրամիությունից մեքենա է շատ արտադրվում, գերմանական մեքենա է գալիս այստեղ, ֆրանսական, անգլիական, այս եւ ուրիշ ամեն ինչ Եվրոպայից գալիս այստեղ տեղեր է գալիս։ Հիմա երկրորդ ասացի ամենամեծ Չինաստանն է, Թրամփը ասում է 100%-ից ավել կարող է հետո բարձրացնի հարկերը։ Այսօր stock market-ն եք տեսնում, որ ինչ որ ձեզ ասացի, հունվար 17-ից հետո մինչև հիմա անընդհատ stock market-ը կորուստ է ունեցել, որ մինչ հիմա 15% ընդհանուր կորուստ ունի Dow Jones-ը։ Իսկ այսօր տեսեք ինչպես ալեկոծված վիճակի առաջ ծախում տեսնում եք իջեր էր, հետո խոշոր բարձրացում տեղի ունեցավ, միայն այսօրվանն եք տեսնում։ Իսկ վերջավորությանը վերջում տեսնում եք ինչ որ ասացի 349%-ի չափ։ Bill Ackman, սա բիլիոնատեր է, hedge fund-ի խոշոր անձիկից է, stock market-ը իջն է, ինքը նաև բիլիոններ կորցրերն է, ասում է, որ մենք գնում ենք դեպի տնտեսության ձմեռը եւ պետք է կանգնեցնել այս, պետք է ավել հավասարակշռված աշխատանք կատարվի, ինքը նրանցից էր, որ Թրամփին հովանավորերն էր, միլիոնավոր դոլար տրամադրերն էր Թրամփի ընտրության համար եւ ահա այսպես մտահոգված է այս հարցով, որ օգնեն է, բայց հիմա այս անձնավորությունը ասում է ես այս չեմ գումար տրամադրել եւ քվեարկել ուրիշների խրախուսել հարյուրավոր, այսինքն միլիոններ գումար եմ տրամադրել, սրա համար չեմ քվեարկել, որ այսպես կորուստ հիմա արձանագրեմ։ Ամերիկայի ամենախոշոր բանկի ղեկավարը Ջեյմի Դայմոն անունով JP Morgan ամենամեծ բանկն է Ամերիկայի եւ ունի տասնյակ տնտեսագետներ, ինչ որ աշխատում են, նախատեսում են, որպեսզի բանկը կորուստներ չունենա, ասում է այս վերջին հարկը ինչ որ պահանջում է նախագահը թանկություն է բերելու, inflation եւ մեծ հավանականությամբ ասացի բանկը իր տնտեսագետները այս բանկի ասեն են, որ 60%-ով բախտը կա, որ մենք անպայման տնտեսական ճգնաժամ կամ recession տեղի ունենա այս երկրում, ասում են այս մասնագետները։ Իսկ ես ուզում եմ հիմա շարունակել ու խոսել Ամերիկայի 7 Republican սենեթորներ։ Գիտեք, Ամերիկայում հիմա 53 Republican սենեթոր կա, 47 դեմոկրատներ կան։ Republicanները հիմա մեծամասնություն են թե սենեթում, թե ներկայացնի տան մեջ։ Այս 7 սենեթորները, որ տեսնում եք այստեղ, սա օրինակ Մեյն նահանգին ամենակարևոր նախկին Republican սենետերի ղեկավարին եք տեսնում Միչ Մքոնել, այստեղ տեսնում եք եւ ուրիշ փորձառու տեսնում եք փորձառու սրանք բոլորը massամբ հին սենետերներ են, տարիներ ծառայող են, մանավանդ այս 4-ը եւ այս կինը ինչ որ տեսնում եք, նրանք massամբ ավել հետո են եկել, բայց այս 5 տարիներ, 30 տարի ամեն մեկը մոտարապես այդտեղ են եղել, խիստ մտահոգված են այս հարցով, որ ինչ է անում Թրամփը, բայց չի տարբերում, որովհետև ընդամենը 7 սենետեր միանում է դեմոկրատներին, դառնալու է 54, ուրեմն չեն կարող, եթե 60 հոգի քվեարկի կամ ավել շուտ 2/3-ը քվեարկեն, իրենք կարող են ինչ-որ ցանկություն ունեն անցկացնել, բայց այստեղ կա ներկայացնի տունը նաև նույն ձև պիտի քվեարկի, որ կարողանան
նախագահի ստորագրությանը կարիք չունենան։ Ուրեմն կարող են դժվարություն ստեղծեն, որտեղ իրենք ցանկությունն է, որ 60 օր առիթ ունենա նախագահը մի բան ուզում է առաջարկի, ինքը չբարժանա առաջարկի, այլ առաջարկությունը կաս ներկայացնի տան եւ սենեթի օրենսդիր մարմինը դրա վրա խոսեն, քվեարկեն, հետո ուղարկեն նախագահի ստորագրության համար։ Այսպես աշխատեցին, բայց միտեղ չի հասնելու։ Հիմա անցնենք առաջ, տեսնում եք գարունը Վաշինգտոնում, բայց դժվար կացություն նաև այնտեղ։ Այստեղ տեսնում եք Republican սենեթերներին եք տեսնում, այդ 7-ը ինչ որ ձեզ ասում էի, եւ հիմա իրենց նաև միանում է այս 7 սենեթերներին, 7 սենեթերներին եք տեսնում, նաև ներկայացնի տան մեջ մեկ Republican սա ներկայացնի տան անդամ է Don Bacon անունով Nebraska նահանգից Republican-ը սա նաև ասում է ես նույնը կաշխատեմ այդ աշխատանքը կատարեմ նույնը որ նախապես խոսվի քվեարկվի եւ հետո Թրամփը բայց ասացի որովհետեւ Republican-ները մեծ ամասություն են դժվար կպատահի ամենայն դեպս նախատեսվում է եթե այսպես մնա եթե Թրամփը չփոխի որ այսօր ասել են որ ինքը այդ իր ինչ որ մտածում է կարծում է դա ճիշտ է հիմա դժվար կացություն կստեղծվի կթանկանա ամեն ինչ բայց հետո ամեն ինչ լավ կլինի նրանք որ մասնակետ են սա մեծ հսկա երկիր է նմանը գոյություն չունի ոչ մի երկիր այսպես տնտեսություն չունի սա շատ խոշոր է որ արագորեն մի բան փոխվի այստեղ 3 տարի տևելու է որ այսինչ որ Թրամփը առաջարկում է այդ պատուղը տեսնեք կամ արդյունքը տեսնել այդքան տևելու է եւ եթե չփոխի ինչ որ ասեն է որ հիմա որոշ երկրների հետ ասում է ով որ խնդրեմ ունի թող կա ինձ հետ բանակցի ասացի Ժապոնիայի վարչապետը այստեղ էր այսօր Նաթանյահու Իսրայելի վարչապետը այստեղ էր այսօր եւ ահա այսպես եթե մի տեսակ համաձայնության չկան դժվար կացություն է լինելու բոլորի համար ես պիտի դադար վերցնեմ երբ վերադառնամ դադարից շարունակեմ ծրագիրը այդ ժամանակ հեղեղի մասին խոսեմ որ տեղի ունենում այս երկրում տեսնեք ուր հետո եղանակի մասին խոսեմ ծրագիրը նախ հիշեցնեմ որ մեկ նորակառույց շենքի մեջ վարձու է տրվում տարբեր չափի աֆիսներ տեսնում եք այստեղ հեռախոսահամարը գրված է պաստառի վրա 818-599-0906 գեղեցիկ նորակառույց շենք է այսպես տեսնում եք եթե պիտի վարձեք աֆիս եք ուզում վարձել տարբեր աֆիսներ ունեն անգամ որոշ աֆիսները կարող եք միացնել ավելի մեծ տարածք ունենաք այսպես տեսնում եք դռները բացվում են կամ մի հատը կարող եք վարձեք այս շենքում հեռախոսը համարը տեսնում եք այդտեղ ծրագիրը նաև հովանավորում է Ալեքս Ահարոնյանն է հովանավորում ծրագիրը եթե ցանկություն ունեք Դուբայ real estate գնեք կալված գնեք առանձնատուն կամ ապարտման քանդո ավելի շուտ քանդո ուզում եք գնեք 135,000-ով կարող եք այնտեղ ունենալ ձեր բնակարանը եւ եթե այնտեղ տոկոս չկա ինչ որ պարտք եք մնում ինչքան որ պարտք եք մնացել առանց տոկոս 10 տարվա ընթացքին պիտի վճարեք սկզբից 20% եթե 135,000-ն առնեք 27,000 կամ պատկերացրեք 30,000 down պիտի թողեք մնացածը 10 տարվա ընթացքին վճարեք եւ նաեւ gold կամ ոսկե վիզա եք ունենալու
որ դրանից հետո հանգիստ կարող եք գնալ, գալ, ամեն անգամ վիզայի եւ այլն կարիքը չի լինելու։ Ծրագիրը հովանավորում է Prime Med տեղատունն է հովանավորում։ Prime Med այստեղ տեսնում եք Glenox եւ Highland փողոցի հատման կետում գտնվող տեղատուն է, կարող եք գնալ այնտեղ կամ դուք պատվիրեք, իրենք կբերեն ձեր տանը կհասցնեն։ Եթե ձեր տեղատունից գոհ չեք, զանգահարեք այս հեռախոսահամարին, իրենք խոստանում են, որ ամենալավ սերվիսը ձեզ տրամադրեն, մատուցելու են երազանց։ 818 հեռախոս շատ հեշտ է 6 310 307 Ծրագիրը նաև հովանավորում է Երևան Shipping հովանավորում է ծրագիրը։ Երևան Shipping զատիկվա առիթով, եթե ծանրոց պիտի ղրկեք, կարող եք իրենց միջոցով օվկիանոսի նավի միջոցով ղրկել Հայաստան, բայց 2 ամիս ու կես մինչև 3 ամիս պիտի տևի։ Օդանավով գինը խիստ իջեցրել են, մի փաունդը ընդամենը $2.99 են պահանջում եւ մի քանի օրից հետո ձեր ազգականը իր նվերը կունենա կամ ինչ որ պիտի ղրկեք կունենան այնտեղ։ Երևան Shipping 2 կենտրոն ունի, Նորթ Հոլիվուդում, Լանկեշիր փողոցի վրա, իսկ Գլենդելում Palmer փողոցի վրա է գտնվում Երևան Shipping-ը կվերադառնա։ 7 նահանգներում այս Միացյալ Նահանգների արևելյան նահանգներից հեղեղ է տեղի ունենում, փոթորիկ էր քանի օր է եւ կա եւ հեղեղ է տեղի ունենում 20-ից ավել մարդ է մահացել։ Սա հաճախ լսում ենք այս չքավոր երկրներում էսպես պիտի լիներ։ Հիմա տեղի ունենում Ամերիկայի մեջ սա։ Հիմա միասին տեսնեք, որ այս նահանգները դժվար կացություն Այսպես տեսնում եք փոթորիկը եւ ապրիլի 5-ից մինչ հիմա, որ այսօր ամսի 7-ն է, վաղը կկրկնվի Լուիզվիլ, տեսնում եք այստեղ Քենթաքիում, Ինդիանայում, Արքանսասա, Քենթաքիի նահանգապետն է Բաշիր անունով, ասում է եւ ես նաեւ առաջարկել եմ, տեսեք ինչ է կատարվում Եղեղ քանդերն է տանում է ամեն ինչ իր հետ։ Այս նահանգապետ ասում էր, հաճախ ես ծրագրում ասել եմ, մեքենայով գնում եք, դուք չեք կարող իմանալ փոս է թե ոչ, տեսեք ջուրը մինչև որտեղ էր բարձրացել այդտեղ։ Այսպես նավակներով մարդկանց փրկարարները աշխատանք են կատարում, բերում են, սա շենք էր, որ տեղահան է արել, վերցրել է ջուրը, գիտեք ջուրը շատ հզոր է, բարձրացրել է, տարել է, տեսեք ուրիշ շենքի, հարվածել է մյուս շենքն է, առաջը կտրել, այս շենքը թե չգնացել էր, մեքենաները տեսեք քամին ինչ հզոր պիտի լինի, ամենայն դեպս Ջորջիա, Արքանսա, Ինդիանա, Քենթաքի, բոլոր այս նահանգները խիստ դժվար կացություն, տեսնում եք ծառ, էլեկտրականություն, բոլորը եւ ապրիլի 2-ին եք տեսնում, էլի տեսնում եք չի վերջանում, շարունակվում է, անընդհատ շարունակվում է, այսպես ինչ որ այստեղ տեսնում եք։ Ես հիմա ուզում եմ ինչ ասացի, այս փոթորիկ հեղեղներ տեղի ունենում։ Ինձ եղանակի մասին ընդհանուր մեզ մոտ այսօր մոտարապես Glendale, Burbank, Los Angeles, այս Pasadena մոտավորապես 80 աստիճան տաքություններ, այսինքն ջերմությունը 80 էր։ Վաղն էլ մոտարապես ինչ որ ձեզ մոտ էր, այդպես է լինելու։ Հետո պարբերաբար ավել տաքանալու է, ամառային եղանակ է լինելու։ Չորեքշաբթի օր 84, հինգշաբթի 85, ուրբաթ 86 Այսպես ամեն օր մի աստիճան շատանալու է, որոշ տեղերում 87, բարեբախտաբար շաբաթավերջին մասամբ էլի իջնելու այսօրվա նման է լինելու մոտարապես 80 եւ կիրակի օր 75 այս մեր շրջանում, ուրիշ տեղերը նաեւ այդպես
իջնելու է, ջերմությունը իջնելու է։ Հիմա ես ուզում եմ ձեզ այստեղ ցույց տալ, տեսնում եք Արևելյան նահանգներում անվտանգավոր եղանակ է լինելու ձեր տարածքում, տեսեք ինչ է, թորնեդո, խոշոր փոթորիկ, severe storm, խիստ փոթորիկ է տեղի ունենալու Արևելյան նահանգներում եւ մոտարապես 16 ինչ անձրև 40 սանտիմետրի չափ անձրև է իջնելու Nashville, Tennessee եւ այսպես տեսնում եք կարմիրով տեսնում եք Indiana, Indianapolis եւ Atlanta սա է վիճակը, եթե այդ տարածքներում ապրում եք ու շատիր եղեք ջերմությունը որոշ տեղերում օրինակ Շիկագո 0-ից ցած է, այսինքն ծմերային վիճակ է։ Լուիզվիլ, Քենթաքի տեսնում եք երեքշաբթի վաղ եւ չորեքշաբթի օր 0-ից ցած է կամ 0 է լինելու։ Ուրիշ տեղերում նաեւ տեսեք ինչ է ջերմությունը եւ Նյու Յորքում օրինակի համար սա 0-ից ցած է, այսպես է լինելու, իսկ մեզ մոտ խիստ եղանակը տաք է լինելու մի քանի օր։ Ես պիտի դադարի գնամ, երբ վերադառնամ շարունակեմ ծրագիրը, իսկ ծրագիրը հովանավորում է Կարավան ռեստորանն է հովանավորում ծրագիրը։ Կարավան ռեստորան ձեզ է առաջարկում ճաշ ամեն օր, ճաշին կամ երեկոյան կարող եք գնալ 1108 West Glenwood։ Իսկ նաև դրանքից որ խորոված կեբաբ ամեն ինչ ձեզ առաջարկում են, ամեն օր հարիսա են առաջարկում։ Սա հեռախոսահամարն է, իրենց հասցեն տեսնում եք, այցելեք։ Ծրագիրը հովանավորում է Մարգանյան փաստաբանական գրասենյակն է հովանավորում։ Եթե դուք բնակվում եք վարձակալ եք, առանձնատուն է, սա թե ապարտման եք վարձել չի տարբերում։ Պետք է բնակելի լինի։ Բնակելի չի, եթե պահարանը բացում եք միջատները գնում են, գալիս են եւ այսպես մուկ կա տանը, ուրիշ մրցուն կա, դրանք պետք է հոգ տանի բնակարանի, ապարտմանի տերը։ Եթե այդպես չի, զանգահարեք այս փաստաբանին։ Իրանք ձեզ պետք է այս ամիսները ինչ որ այդպես եղել վարձեք տվեց ձեզ հետ վերադարձնեն եւ ավելի։ Այս հեռախոսահամարին զանգահարեք, դուք ոչինչ չեք վճարում մինչև եթե հաջողի գումար կարողանա վերցնի, հետո այդ գումարից կվճարեք փաստաբանին։ Ծրագիրը հովանավորում է Գորբ Բարսեղյան եւ Մահտեսյան ատամնաբույժներն են հովանավորում ծրագիրը։ Իրենք գտնում են Ալիվ եւ Գլենոքս փողոցի ճիշտ հատման կետում է Բրբանքում Գլենդելի հարևանության են գտնվում իրենք։ Եթե պրոթեզ պիտի տեղադրեք, ատամների հետ խնդրեմ ունեք, լինդը, արյունահոսություն կա, ուրիշ ատամների մաքրման կարիքը կա, բոլոր այդ հարցերով զանգահարեք, ժամադրություն վերցրեք, կվերադառնա։ Օրեգոն նահանգում մի անձնական, գիտեք այստեղ օդանավները լինում են մասսայական, ինչպես passenger օդանավներ կամ լինում են անձնական։ Այս օդանավը գալիս է runway-ի վրա, ուրեմն այդ թռիչքուղու վրա գալիս է ու չգիտեք ինչու, սահում է 5 հոգի մեջ են լինում, գնում է այդ թռիչքուղին, runway-ը ավարտում է, հետո գնում է օվկիանոսի մեջ, այսպես ինչ որ տեսնում եք այստեղ, շարունակենք, վիրավորվում են, բայց բարեբախտաբար դա եթե մեջտեղում այդ կլորի մեջտեղում տեսնում եք օդանավներ, որ իջնում էր, ու վերջավորությունը տեսեք որտեղ է, սա տեսնում եք, single private jet տեսնում եք crashed 5 passenger ճամփորդ կա եւ վիրավորվել են այդ ճամփորդները այս օդանավի մեջ։ Տեսեք հիմա օդանավն է, որ կլորի մեջ եթե տեսնում եք, իջնում է, գնում է եւ ահա այսպես City of North Bend, Oregon-ում տեղի ունենում այսպես եւ fire department-ները եկել են, փրկարարները եկել են
իրենց օգնելու, բոլորին հիվանդանոց են տարել, իրենց ասում են, որ կարող է լանդինգ կամ իջնելու այդ սիստեմն է, որ դժվար է տրել, բայց եւ այնպես ասացի, սա նոր է պատահել, պետք է նայել, տեսեք օդանավը դուրս են անել, ինչ վիճակում է, այս է։ Ես ուզում եմ շարունակել ու խոսել measles-ի մասին կամ կարմրուկի մասին երեխաների մոտ։ Դժբախտություն է, որ այս շաբաթավերջին մի ուրիշ երեխա մահացավ, 8 տարեկան երեխա մահացավ, այստեղ 600-ից ավել վարակվել են երեխաներ measles-ով այս երկում, 2000 թվին, այսինքն 1960 թվից, երբ որ այս պատվաստանյութը մոտարապես կարմրուկի եղել է, սրսկված էին 2000 թվին արմատախիլն են եղել այս երկում կարմրուկ գոյություն չուներ։ Բայց նրանից հետո սկսվեց այս վերջին տարիներում մանավանդ նրանք, որ այսպես, ինչպես քիչ հետո ցույց տամ, Ռոբերտ Քենեդի, որ հիմա նախարար է, քիչ հետո ցույց տամ, օրինակ խոսում են, որ կարմրուկը գոյություն, այսինքն վակցինները վնաս է ասում, պատվաստանյութ, եթե սրսկեք վնաս է ասում։ Հիմա ինքը եկել է, հիմա որ իրեն նախարար են նշանակել, ինքը եկել է ասում է, որ երեխաներին անպայման սրսկեք, կարմրուկի պատվաստանյութ սրսկեք եւ քաջալերում է բոլորին։ Սա երկրորդ երեխան է, ինչ որ մահացել է, այդ դրա հետևանքով, որ երկուսն էլ սրսկված չեն եղել։ 600 մոտարապես 70 հոգի վարակվել են երեխաներ, որոնցից մասամբ բոլորը նրանք են, որ իրենց ծնողները չեն տարել սրսկեն, որևէ պատճառով, այդ մտահոգությունով, որ պատվաստանյութը վնասակար է, ոչ ոք մինչև հիմա չի փաստել։ Մի քանի բժիշկ այդպես ասացին եւ նաեւ նրանց խոսքերն էր կրկնում, իրենց պահանջեցին, որ փաստ ներկայացնեն, ոչ թե ասել, այդ բժիշկները չկարողացան ներկայացնել, այսինքն բժիշկների միությունը եւ տատի տվին իրենց, չկարողացան որևէ մի բան ներկայացնեն, որ ինչ հիմքի վրա են ասում, ինչպես է դա, որտեղից, ինչ իման վրա, որ ուսումնասիրություն, աշխարհի որևէ տեղում ով է ուսումնասիրություն այդպես կատարել, չկարողացան, որ իրենց լայսենսը նաեւ որպես բժիշկ շարունակել թույլ չտվին իրեն։ Ամենայն դեպս հիմա Ռոբերտ Քենեդին ինքը ասում է, որ ամենաէֆեկտիվ ձևը, որ դուք կարմրուկը չվարակվեք, որ այս պատվաստանյութը սրսկեք։ Հիմա սա ճիշտ հակառակն է, ինչ որ նախապես էր ասում։ Ասացի մոտարապես 670 հոգի վարակված է այստեղ, 500-ը միայն Թեքսասում են, մնացածը տարբեր նահանգներում, այսպես տեսնում եք այս երեխաներն են, որ պահանջում են մանավանդ, որ դպրոց են գնում, հիմա 6 ամսականից հետո, տեսնում եք այս դպրոցում 6 երեխա հիվանդացել էր, բոլորին տուն են ուղարկել, այսպես տեսնում եք տարբեր տեղերում սրսկում են եւ ուշադիր են, որովհետեւ կարմրուկը շատ արագ տարածվող հիվանդություն է, եթե անձը սրսկված չլինի։ Ես պիտի տաթար վերցնեմ, երբ վերադառնամ տաթարից խոսեմ մեկ գայլի 13000 տարի առաջ գայլ, որ ինչ որ վերացել է, մի տեսակ գայլ, որ վերացել է, իրեն քլոն են արել կամ նոր ստեղծում են, դրա մասին խոսեմ, իսկ ծրագիրը հովանավորում է Vivaldi Banquet Hall-ն է հովանավորում ծրագիրը, Vivaldi Banquet Hall եւ venue եւ catering, Vivaldi venue եւ catering հովանավորում է այս ծրագիրը, 3 սրահներ ունեն, 300, 150 եւ 120 տարողությամբ, նաեւ ամեն օր ճաշ է առաջարկում Vivaldi venue եւ catering-ը,
չափահասների համար 10-ից 12 հոգու համար $300 է եւ եթե պատվիրեք կտեսնեք ինչքան ճաշ է ինչ որ ունենալու եք եւ երեխաների համար եթե ուրախ ժամանակ կա տոնում եք տոնեք կազմակերպել տարեդարձ է եւ այլն 10-ից 12 երեխայի համար ընդամենը $150 է ծրագիրը հովանավորում է Hollywood Piano-ն է հովանավորում ծրագիրը Hollywood Piano-ն 1928 թվականից աշխատում է իրենց Pasadena խանութում 449 South Arroyo Parkway Pasadena-ում հարյուրավոր տաշնամուր կգտնեք որևէ տեսակի որ կարող եք պատկերացնել ամերիկյան, ճապոնական, կորեական, գերմանական, ֆրանսական, չգիտեմ, Czech Republic-ը ամենաճանաչված հայերի սիրված տաշնամուրը եւ այցելեք տեսնելու գեղեցկություն կարող եք տեսնել $1,000-ից մինչև $500,000 տաշնամուր ունեն ծրագիրը հովանավորում է M&M Liquor Market հովանավորում է ծրագիրը զատիկ է գալիս երևի ուրախ ժամանակ ունենաք խմիչք կուզեք մատուցել ձեր ազգականներին բարեկամներին կամ հյուր եք գնում ուզում եք տանել M&M այցելեք խմիչքի կինը խիստ իջեցրած է գտնվում է 1951 West Glenox փողոց սա հեռախոսը համար է նաև եթե հարկ եղավ 1951 Glenox Glendale-ում է Burbank-ի հարևանության է այս M&M Liquor Market-ը ծրագիրը հովանավորում է Court Furniture հովանավորում է ծրագիրը Court Furniture ձեզ է առաջարկում նոր բաթրես Ամերիկայի ամենախոշոր ֆուրնիչերի խանութն է, եթե բոլոր խանութները նկատի առնեք 100 խանութ ունի 339 նոր Central եւ Myrtle փողոցի հատման կետում գտնվում է Euclid եւ 405 Freeway-ի հատման կետում Orange County-ում եւ նաեւ Santa Ana քաղաքում այս մեզ մոտիկ այդ 3 խանութն է, բայց Ամերիկայում մեկ խանութներ ունեն, զանգարեք, տեսեք, որը ամենամոտիկը կլինի ձեզ նոր մատրես գնելու համար, գրասեղան սեղանաթոռներ գնելու համար։ Raffi's Market-ն է հովանավորում ծրագիրը, այնտեղ պատրաստի ճաշ ունեն, եթե դուք ժամանակ չունեք պատրաստելու, Burbank-ում է Glendale-ի հարևանության, Glenox փողոցի վրա կվերադառ։ Մեկ ընկերություն Genetic Engineering Company, այսինքն մեկ ինժեներական կամ բժշկական եւ ինժեներական ընկերություն, որը աշխատում է հին ժամանակ 13000 տարի առաջ մի տեսակ գայլեր են եղել, որ այս գայլերից մի քիչ մեծ են, դրանց վերականգնեն, այս աշխատանքը կատարում են, որ այս գայլին վերականգնեն։ Մի բան ես պետք է այս նյութից դուրս ասեմ, գայլը մի խնդրեմ կա գայլի հետ, որովհետև գիտեք Եվրոպայում օրինակ գայլերին վերացրել էին, որովհետև այնտեղ ոչխար են պահում, այսպես տավար են պահում եւ այլն, միշտ գնում էին խիստ վնաս էին տալիս։ Տարիներ առաջ մոտարապես վերացրել էին Եվրոպայում։ Ամերիկայում որոշ տարածքներ, որոշ նահանգներում վերացրել էին գայլերին, որովհետև գայլը մի տարօրինակ գործ է անում, որ ուրիշ կենդանին չի անում այդ գործը։ Օրինակի համար առյուծը կամ վագրը մեկ կենդանի որսում են, դրան ուտում են, հետո գնում է, գործ չունի։ Օրինակ վագրը մի բան որսում է, տանում է ծառի վրա, այնտեղ ժամանակով ուտում է, էլ չի գալի, չի իջնում նորից մի ուրիշ կենդանուն որսի։ Գայլը ի տարբերություն կարող է մտնի մի տեղ ու եթե 100 ոչխար կա 100-ին կարող է խեղդի վերացնի, շատ տարբեր է իր աշխատանքը, բայց ամենայն դեպս հիմա աշխատում են այս 13000 տարի առաջվա այս գայլին իրեն DNA, իրեն բերեն են, տեղադրեն են, սաղմ տեղադրեն են շունի արգանդի մեջ եւ մի քիչ տարբեր են դարձրել, այսինքն genetically modify քիչ modify եղածա
այս երկուսը ծնվել են անցյալ տարի հոկտեմբերին եւ մեկը այս տարի հունվարին ծնվել այս 3 գայլերը, ինչ որ գիտնականները հիմա իրենց վրա աշխատում են։ Հիմա անունները դրեն են Romulus եւ Remus, որը այդ epic mythical նրանք են, որ ստեղծեցին Հռոմը, ուրեմն այդպես անուններն են դրել, նրանք որ Հռոմի այսպես mythical այդ պատմական ստեղծել էին եւ հիմա այս երկու գայլի անունը այդպես դրել են։ Ես ուզում եմ այստեղ իմացած ցույց տամ, տեսնում եք դեռ ծակ են, մի քանի ամսական են սրանք, դեռ մեծանում են, այստեղ Colossal այդ ընկերությունն է, որ այս լաբորատուարն է, որը ստեղծել է Biosciences եւ աշխատում են այդ գայլերին, որ դարեր կորել էին, վերականգնեն իրենց տեսնում եք լաբորատորիայում աշխատում են 99.5%-ով հիմիկվա գայլին ասում են նմանում է, բացի ասացի մաշկը գայլը սովորաբար մոխրագույն է լինում, ես իրենք սպիտակ են երևի զանազանելու համար, որ այսօրվա գայլին տեսնում եք։ Հիմա ասացի մի կենթանի, եթե շատանում է, մեկ ուրիշ կենթանի վերանում է, օրինակ Գլենդելի ու իր շրջանում նախապես սկանք շատ կար, որ հոտ են առաջացնում, որ չի ելնում տանել, սկանքի թշնամին, մի տեսակ գայլի ցեղից, երևի շան ցեղից քայոթիներն են։ Երբ որ Գլենդել եւ շրջապատում քայոթիները շատացան, սկանքը մասամբ ավել քիչ է Երևան գալիս Գլենդել եւ իր շրջապատում։ Հիմա սրանք նաեւ կարող է դժվարություն ստեղծեն, եթե իհարկե սրանք 3 հատ են հիմա, բայց ամենայն դեպս աշխատում են, երևի այս աշխատանք կատարվում է, որ հետո ուրիշ կենթանիներին օգտակար լինելու համար ավել քիչ հիվանդություններ ունենան, որովհետև genetically պատրաստված են, գիտեն հիվանդությունների մասին կենթանիների կարող աշխատեն դրանք, որ վերացնեն այդպես։ Ես ուզում եմ շարունակել խոսել միտեղ ցույց տալ, որ Իլան Մասկ գիտեք նախագահ Թրամփի իրեն հանձնարարերն էր, որ աշխատողների թիվը կառավարության համար աշխատում են մեծ թվով մարդիկ 2 միլիոն ավել քան 300,000 մարդ աշխատում է կառավարության համար տարբեր նախարարություն գնացին ու կրճատումներ արին աշխատանքից հանեցին մարդկանց հիմա մեկտեղ նաև կառավարության մեկ կենտրոնում ինչ որ այստեղ տեսնում եք Փենսիլվանիա գնացել են, այսպես պահարաններ կա, ֆայլեր կա, ամենտեղ տեսել եք, ինչ մեծ կառավարությունը տարածք պետք ունի, որ այդ ֆայլերը տեղադրի։ Իսկ հիմա այս Իլան Մասկի հետ մարդիկ գնացել են եւ իրենց մեջ կան գիտնականներ, մասնագետներ, այստեղ Փենսիլվանիայում 26,000 կաբինետ կա։ Եվ ուզում են բոլորը կոմպյուտերի միջոցով դարձնեն, որ հետո մի փոքր տեղ հարկավոր կլինի համարը, քան թե հարյուրավոր սենյակ, հազարավոր պահարան, այսպես հավաքես հիմա անցնենք առաջ ձեզ ցուցադրեմ, տեսնում եք այդ պահարաններն է, փետրվարին էր, որ նախագահը իրեն այդ հանձնարարությունը տվեց, եւ հիմա ինքը կանչել է աչում, տեսնում եք Airbnb-ի տերերից, ֆաունդերներից, հիմնադիրներից մեկը, որ մեծ մասնակետ է կոմպյուտերին վերաբերող, սկսեն են, որ այս ֆայլերը բոլորը սրանք այդ գիտնականներին իր հետ տարեր են, որ այդ 26,000 ինչ որ տեսակ պահարաններ, այսպես բոլորը կարողանան կոմպյուտերայզ անեն, որ շատ քիչ տարածք գրավի
կարիքը չլինի այսքան տարածքներ կառավարությունը վարձի կամ չկարողանա վարձու տա։ Ես մի դադար վերցնեմ, երբ վերադառնամ դադարից, պետք է Riverside-ում շներ կան, որ տեսնեք ղրկում են մի ուրիշ տեղ, ինչու, եւ վերջավորությանը պենգուինների մասին կամ պենգուինի մասին խոսեմ, իսկ ծրագիրը հովանավորում է դոկտոր Թավանսի հովանավորում է ծրագիրը, դոկտոր Թավանսի աչքի մասնագետ վիրահատող է, surgeon է։ Եթե աչքի հետ որևէ խնդրեմ ունեք, ագնոցի կարիք ունեք, լենզ պիտի տեղադրեք, զանգահարեք։ Իրենց գրասենյակը մոտարապես 3 շաբաթ է տեղափոխվել են 240 South Jackson փողոց unit 301 կարծում եմ, ամենայն դեպս զանգահարեք, իրենք ձեզ կուղեն ուր որ պիտի գնաք։ Ծրագիրը հովանավորում է Անդրե Ղարիբյան փաստաբանն է հովանավորում, եթե bankruptcy պիտի ֆայլ անեք, եթե հրդեհ տեղ ունեցել ձեր տանը կամ բիզնեսում, զանգահարեք այս հեռախոսահամարին, նաև եթե accident եք ունենում, զանգահարեք։ Դոկտոր Սամ Իբրահիմի հովանավորում է ծրագիրը, եթե ոտքի տակ, ոտքի վրա, թաթի տակ վերք է լինում, չկարողանում քայլել, զանգահարեք այս հեռախոսահամարին։ Գրասենյակները գտնվում են Orange County, Commerce, Encino, Glendale, Glendale-ում 616 իսկ Glen-Oaks փողոց։ Պարոն Էդվարդն է հովանավորում ծրագիրը, եթե բիզնես ունեք, ցանկություն ունեք այդ բիզնեսը վաճառելու, զանգահարեք այս հեռախոսահամարին։ Ուրեմն եթե բիզնես ունեք, որևէ պատճառով չեք ուզում շարունակեք, զանգահարեք այս հեռախոսահամարին։ Jackpot հովանավորում է ծրագիրը, Jackpot գտնվում է Թահանգա քաղաքում, ձեզ է առաջարկում հագուստներ եւ ինչ որ այս կոշիկներ կամ մաշիկներ $5, իսկ հագուստները տեսնում եք դիսկաունտ եղած է 10-ից 50%։ Շների համար շելթեր կա, երբ որ մարդիկ իրենց շանը չեն ուզում պահեն կամ էլ չեն կարող ճամփորդելու են, տանում են շելթեր են թողնում, ինչպես այստեղ մեծ մոտ Pasadena Human Society գոյություն ունի, շուներին ընդունում են, կամ մեկը շուն պետք ունի այնտեղից վերցնում է։ Ամենայն դեպս Riverside-ում այս խոշոր մեծ շները երկար ժամանակ են մնում ու պետք է վերացնեն, որպեսզի չվերացնելու համար այս շներին, ուրեմն Միշիգանից եկել են ցանկություն ունեն, որ այս մեծ շներին 27 հատը տանեն այնտեղ, ուրեմն օդանավով պիտի այս շներին ուղարկեն, շարունակենք, տեսնում եք իրենց դնում են այս վանդակների մեջ եւ հետո պիտի իրենց տեղափոխեն, այսպես տեսնում եք, մեկ այս հիմա Riverside-ում եք տեսնում, իսկ իրենց 27-ը տեղափոխեն են Միշիգան, որպեսզի չվերացնեն այս մեծ շներին, մանավանդ նրանք, որ ավել գույնը սև գույներով են լինում, ավել շատ ստիպված են լինում վերացնել, դրա համար տեսակ բոլորը մասամբ ավել մուգ գույներով են։ Ես ուզում եմ վերջավորության պենգուինի մասին կամ պենգուինի մասին խոսեմ, որ պենգուինը տարօրինակ կենդանի է, հավատարիմ են մնում իրարու, այսինքն զույգեր են լինում եւ եթե իրար ընդունեն են, այդպես զույգված մնում են երկար ժամանակ, ի տարբերություն երևի մարդկանց, այսպես տեսնում եք։ Իսկ մի տեղ որ Բոստոնում այս պենգուինների նայում են, շարունակենք տարեց պենգուինին ճոկ են պահում, քան թե երիտասարդ պենգուինին կամ պենգուինին, ավել տարբեր վանդա, այսինքն տարածքներում են պահում։ Այստեղ տեսնում եք պենգուինին տեսնում եք, իրենց տեղ են տալիս, քննում են եւ այնտեղ եթե տեսնում եք ցանց էր տեղադրված, որ երիտասարդները եւ տարեցները բաժանվեն մեկը մյուսից, այսպես տեսնում եք, աչքն են չեքանում, arthritis ունեն ոմանք,
մկանների ցավեր ունեն, տեղ են տալիս իրենց, հոգ են տանում, այսպես ճիշտ նմանում է տարեցների մարդկանց assisted living, տեսնում եք մեկ ուրիշ տարածքից բերին, իսկ դրսում, այսինքն ոչ վանդակներում, այլ դրսում պենգուենը ավել կարճ է ապրում, քան թե նրանք, որ վանդակների մեջ են, թեև իրենց տարածքը էլի ջուրը կա, մաքուր է ջուրը, հիմա տարբեր տեղերում ջուրը թունավորված է կամ ուրիշ խնդիրներ գոյություն ունի ջրի հետ, pollution, climate change, բոլորը ազդում են, բայց այստեղ իրենց հոգ են տանում, որպեսզի խնդիրներ չունենան, այս պենգուեններին եք տեսնում Բոստոնի, այս տարեցներին եք տեսնում, որ այսպես տեղեր են սրսկում, տեղեր են տալիս, իրենց ցուկ են տալիս, որի մեջ տեղատրված է, տեղեր տեղատրված է եւ իրենք ուրախությամբ, որտեղ ցուկը ուզում են ուտեն, բնականաբար տեղը նաեւ իրենց հետ տանում են։ Ծայրեր եկավ իր ավարտին, ցես կհանդիպեմ վաղը, մի շնորհ հանդիպում։